Մեր կողմից առաջադրվել էին ժամանակին լուծումներ, հակաճգնաժամային քայլեր, կառավարությունը դրանք ընդունեց, առնվազն դրա 80-90%-ը համարեց ընդունելի, բայց այդ ուղղությամբ այդպես էլ մենք քայլեր չտեսանք կառավարության կողմից կատարվող։ Երկրորդ հաստատում է, որ հստակ է, այս օրերին, իդեպ գիտեք, լրանում է այս կոալիցիոն գործող կոալիցիոն հուշագրի 2 տարի։ 2 տարի առաջ այդ հուշագիրը ստորագրվեց։ Եվ այդ հուշագրի մեջ ամրագրված էին 22 առաջնահերթություններ։ Եվ մեր գնահատմամբ կառավարությունը այսօր չի առաջնորդվում այդ 22 առաջնահերթություններով ամրագրված առնվազն սոցիալ-տնտեսական ուղենիշներով, որի մասին մենք խոսելու ենք հենց կոնկրետ թեմայի հետ առնչվող սոցիալ-տնտեսականի մասով, եւ մեր գնահատականն այն է, որ կառավարությունը էապես շեղվել է այդ առաջնահերթություններից։ Եվ տարօրինակն այն է, որ կոալիցիոն գործընկերները, այսօր կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը հրապարակավ չեն հրաժարվել այդ առաջնահերթություններից եւ միևնույն ժամանակ չեն էլ փորձել հաշվետվություն ներկայացնել թարապես այդ ուղղությամբ ինչ է կատարվել, ինչ չի կատարվել։ Երրորդ խնդիրը, որ կա, մեր գնահատումամբ Հայաստանը այսօր այս ամենի արդյունքում կանգնած է տնտեսության կառավարման ճգնաժամի առաջ։ Եվ դրա գլխավոր ախտանիշը այն է, որ հիմնախնդիրները աճում են անհամեմատ ավելի արագ, քան լուծվում են, հանգեցնելով չլուծված խնդիրների անընդհատ կուտակման։ Եվ այս ճգնաժամի անմիջական դրսևորումները ավելի պերճախոս են, դրանցից մի քանիսը ես կարող եմ նշել։ Առաջինը նախ այն, որ սպառողների առանց այդ էլ ցածր վճարունակությանը անսանձ գնաճ է արդեն Հայաստանում արձանագրվում եւ այն էլ այն պայմաններում, երբ դեռևս պաշտոնապես սակագները ոչ գազի, ոչ էլեկտրոէներգիայի, ոչ ջրի չեն բարձրացել, բայց արդեն գնաճը իսկապես անտրամաբանորեն շատ մեծ չափերի է հասել։ Չնայած դրան, որ որևէ հոգս չի թափում կառավարությունը բնակչության վճարունակությունը մեծացնելու ուղղությամբ։ Երկրորդ խնդիրը, որ կա, մենաշնորհների հետ կապված հարցն է։ Ոչ միայն չկա պայքար մենաշնորհների դեմ, որի մասին արձանագրված է նաև կոալիցիոն հուշագրում, այլ պետք է ցավալիորեն արձանագրել, որ երկրի տնտեսությունը փաստացի պայմանավորված է հենց այդ մենաշնորհների գոյությամբ։ Եվ հենց այդ պատճառով թերևս հնարավոր չի լինում նաև պայքարել այդ մենաշնորհների դեմ։ Եվ մյուս կարևոր խնդիրը, որ երկար տարիներ մենք դրան անդրադառնում ենք, վերաբերում է կենսապահովման նվազագույն զամբյուղին։ Ոչ միայն փորձ չի արվում աղքատության շեմը ինչ որ կերպ առնչել նվազագույն կենսապահովման բյուջեի չափի հետ, որը նույնպես պարտավորությունն է կառավարության, այլ ուղղակի դա չի ճշտվում, որպեսզի թաքցվի երկրում աղքատության իրական չափը, որտեղ գիտեք, որ շատ երկրներում հենց դրանով է որոշվում աղքատությունը իրականում ինչ չափի է, ինչի հետ համեմատած դիասվի, աղքատ է այս կամ այն ընտանիքը կամ անձը, թե ոչ։ Եվ բնականաբար, եթե օբյեկտիվ այդպիսի համեմատության մենք մեխանիզմ չենք որդեգրում, դա նշանակում է մենք նաև ուզում ենք խուսափել այդ աղքատության իրական պատկերը տալուց։ Եվ որպես գումարային արդյունք չի դադարում այսօր հակառակը նոր տենդենսներ կա դրա աճի արտագաղթը։ Եվ սա էլ այն պայմաններում, երբ որ համաշխարհային ճգնաժամը նաև շատ լրջորեն հարվածել է մեր արտերկրում ապրող հայրենակիցների տնտեսական, սոցիալական վիճակին եւ այնտեղ իրենք դժվարություններ ունեն եւ թվում է թե ընդհակառակը սա պետք է նպաստեր ինչ որտեղ, եթե Հայաստանում լավ պայմաններ լինեին, վերադառնային հայրենիք։ Բայց ընդհակառակը մենք տեսնում ենք, որ այդ տեմպերը չեն նվազում։ Այդ գնահատականները օդից չեն արված, այլ լուրջ հիմնավորումներ են պարունակում եւ մենք պատրաստ ենք նման հարցերի հետ կապված ցանկացած բանավեճի։
Գիտեք, արտահերթ ընտրությունների համար պետք է լինի համապատասխան իրավիճակ, այդ իրավիճակը մենք արտահերթ կամ հերթական ընտրություններին այդքան մեծ կարևորություն չենք տալիս։ Մեր համար շատ կարևոր է, թե կոնկրետ քաղաքական ուժը ինչ ծրագրերով է ընդհանրապես ուզում գալ իշխանության եւ գալուց հետո այդ ծրագրերն իրականացնելու ինչ վստահություն կարող է առաջացնել մեր հանրության մոտ։ Եթե իրավիճակը բնականաբար արտահերթի կլինի, այսինքն արտահերթ առաջանում է այն ժամանակ, երբ որ քաղաքական լուրջ ճգնաժամ է, ուրիշ այլ հնարավորություն չկա իրավիճակը շտկելու, անկառավարելի իրավիճակ է եւ բնականաբար նոր ընտրություններն են միակ ելքը, որ մենք նման հեռանկար եւս չենք բացառում։ Դա շատ հնարավոր է, որտեղ քաղաքական ուժը ընդհանրապես պետք է պատրաստ լինի ցանկացած պահի ընտրություններին մասնակցել։ Դե դա լուրջ քաղաքական ուժ է։ Եվ մենք էլ այդ իմաստով պատրաստ ենք ցանկացած պահի, եթե իրադարձությունները կտանեն այդպիսի զարգացումների, այդ զարգացումներին պատրաստ ենք եւ մեր մոտեցումները հստակ ունենք։ Բայց ես հիմա չեմ կարող այդպես գնահատել, որ իրավիճակն իսկապես այնպիսին է, որ առաջ արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ, նախ ընտրություններն այդքան հեռու չեն։ 2 տարի է մնացել, մի քիչ ավել, դա այնքան կարճ ժամանակ է Հայաստանի համար եւ այն էլ այսպիսի փոփոխվող իրավիճակում, որ կարծում եմ թե արտահերթ թե հերթական արդեն նույն տրամաբանության մեջ է տեղավորվելու ամբողջ գործընթացը, արդեն նախընտրական մթնոլորտը զգացվում է Հայաստանում եւ այնպես որ ես կարծում եմ պետք է ասել, որ արտահերթի թե հերթականի հարցը չէ այդքան կարևոր է բովանդակային առումով ով ինչ լուծումներ ունի եւ ամենակարևորը մենք պատրաստ լինենք քաղաքական ուժերով, հասարակությամբ նորմալ ընտրություններ անցկացնելու։ Դեք եթե ընտրությունների ընտրական համակարգը արատավոր է այն աստիճանի, որ այսօր Հայաստանում գոյություն ունի, միշտ էլ ընտրությունների արդյունքները կասկածանք են առնվազն առաջացնելու եւ ունենալու ենք հետընտրական լարվածություն։ Եվ սա փաստ է եւ դրանից մենք չենք կարողանում ազատվել։ Ամենակարևոր հարցը սա է։ Գիտեք, եթե այդպիսի ընտրություն պետք է լինի արտահերթի պարագայում ես դեմ եմ, որովհետեւ եթե մենք պատրաստ չենք ընտրական համակարգով այդ նորմալ ընտրություններ անցկացնել, արտահերթ ընտրությունները միայն կսրբագրի իշխանությունների սխալները։ Եվ առիթ կտա, որպեսզի իշխանություններն արդարանան, ասելով տեսեք, հասարակությունը մեզ ձայն տվեց, ուրեմն մեր տեսակետներն էին ճիշտ։ Այնինչ ընտրություններն այնքան խեղաթյուրված են, որ հասարակության մոտեցումներն ու հասարակության պահանջները ընտրություններով բացարձակապես այսօր չեն արտահայտվում։ Սա է հիմնական սխալը։ Խախտումներ միևնույնն է լինելու են, ես այդ միամիտը չեմ։ Բայց գոնե այդ խախտումների չափը կարողանանք սահմանափակել այնպես, որ գիտեք 10%, 20% ստացածը հաղթող չճանաչվի, էլի, օրինակ։ Ուրեմն Հայաստանում երբեք սոցիալիստական իշխանություն չի եղել։ Սա փաստ է։ Իհարկե նկատի չունեմ առաջին հանրապետությունը։ Ես նկատի ունեմ նոր անկախությունից հետո Հայաստանում երբեք սոցիալիստական ուժերը չեն եկել իշխանության։ Մենք եղել ենք իշխանության մաս։ Հայաստանում էլի եմ ասում, այն քաղաքական համակարգը, որ կա, եւ այն իշխանական համակարգը, որ կա։ Դու կարող ես ունենալ 3 նախարար, կարող ես ունենալ 13 նախարար, բայց էլի իշխանություն չլնել։ Պարզ է, չէ՞, Հայաստանում իշխանությունը ինչքան է կենտրոնացված։ Եթե դու այդ անձը, որը կենտրոնացնում է իր մոտ իշխանությունը, այդ անձով չես իշխանության մեջ, ուրեմն դու իշխանություն չես, եւ պետք չի մենք մեզ խափենք։ Անդադ ասելով դաշնակցությունը եղել է, մաս է եղել իշխանության, բայց իշխանություն չի եղել, որ լուծի են բոլոր հարցերը այն տրամաբանությամբ, որ կուզենար լուծել սոցիալիստական ուժը։ Մենք փորձել ենք ինչ-որ բաներ ներառել եւ այդ 22 առաջնահերթությունների մեջ եթե բաներ կա, ես ձեզ հավատացնում եմ, շատ դժվարությամբ մենք դրանք ընդգրկել ենք այդ առաջնահերթությունների մեջ։ Դե հիմա թող խոսեն, եթե այդ առաջնահերթություններն իրենց համարել են ընդունելու։ Թող խոսեն, ասեն, այո, սրանք ճիշտ են եւ սրա հետ կապված մենք պետք է հստակ օր առաջ այս խնդիրները լուծեն։ Ինչի են ձեն չեն հանում։ Մոռացել են 22 առաջնահերթությունների մասին։ Մենք ենք հիշեցնում, երբ որ կոալիցիայի մեջ չենք, որովհետեւ մենք տեր ենք նորից այդ մոտեցումներին, որտեղ այդ մոտեցումները մտածված մոտեցումներ էին եւ այդտեղ բաներ կան, որ այո մեր առաջարկություններն են ուղարկի ամրագրվել։ Կամ թող հրաժարվեն, ասեն չէ, այս դաշնակցությունը մտել էր կոալիցիա, ձախ էր տանում կոալիցիան, հիմա այնտեղ ձախուց չկա, մենք լրիվ բերում ենք աճ, դե բերեք աճ, ասեք որ այս բաները հանում ենք, այս առաջնահերթություններից սրանք ձախակողմյան են, սրանք մենք չենք ընդունում, հյուրեղացում ենք իրականացնում քաղաքական դաշտում, մենք աճ ենք, աճն էլ է պատկերացնում։ Շատ հստակ կլինի եւ ավելի անկեղծ։
Երկար ժամանակ խոսում էր այն մասին, որ արտաքին քաղաքականությունը այսօրվա իշխանությունների շարունակությունն է նախկին արտաքին քաղաքականության։ Պաշտոնական արտահայտությունները գնալով շատ ավելի հստակ են դառնում, մինչև եթե միայն թուրքերն էին դրա մասին ասում։ Այսօր այս իրադարձությունները կոնգրեսում քննարկումների հետ կապված շատ բան բացահայտեցին եւ ստիպեցին ավելի պարզ խոսել այն դրույթների մասին, որոնք ամրագրված են արձանագրությունների մեջ։ Հիլարի Քլինտոնը, ոչ միայն ասում է պատմաբանների, այլ սա հենց այն հանձնաժողովն է, որը պիտի զբաղվի 15 թվականի ցեղասպանության խնդիրներով։ Մի էս հարցի մեջ մտնեք, սա արդեն տեղափոխվել է երկկողմ հարաբերությունների դաշտ, պարզ է ասում։ Շվեդիայի արտգործնախարարը հստակ ասեց այս վերջի քվեարկությունից հետո իրենց դեսպանները եւ այլն, այսինքն պաշտոնական կողմերը բոլորը արդեն հստակ ասում են, որ այդտեղ հենց այն հանձնաժողովն է, որը ոչ միայն պատմաբանների հանձնաժողով է, այլ ուղղակի ցեղասպանության խնդիրն այդտեղ պետք է քննարկվի։ Եվ եկեք մենք չխանգարենք։ Այս էր ամենամեծ ձեռքբերում, որ կարող էր Թուրքիան ունենալ միջազգային հարթությունից, որ մինչև հիմա քննարկվում էր հարցը այդպիսին, որպես ոչիր մարդկության դեմ գործված, տեղափոխվեց երկկողմ հարաբերությունների դաշտ։ Այդտեղ Թուրքիան հաղթելու է ցանկացած արդյունքի պարագայում։ Այս է հարցը, դրա մասին մենք բազմիցս ասել ենք, ուրեմն անընդհատ այսպես մատի հետևում թաքնվել հնարավոր չի էլի։ Պարզ է ինչ է տեղի ունենում եւ բոլորն էլ տեսնում են արդեն ինչ է գրված մատի, սեփական մատի հետևում հնարավոր չի թաքնվել։